Երչանկությունը ամենակարևոր քայլն է մարդու կյանքում։ Ամեն մեկին բախտ չի վիճակվում գտնել իր սիրած էակին, երկրորդ կեսին, հոգ տանել ողջ կյանքի ընթացքում։ Համաձայն եմ։ Միշտ ապել երիտասարդ, ես դեռ չեմ հասել այդ պահին։ Դե որ հասնեք, հիշեք, որ ասել եմ։ Դու շարունակեք։ Ձեզ բախտ է վիճակվել զգալ այս բացառիկ երջանկությունը։ Ուստի ձերքի բռնած Լսի, այս Իվանն ու Ալվարդը համուսնացած չի։ Չեն նորից ամուսնանում։ Այն ժամանակ ձևական էին ամուսնացած։ Հետո հասկացան, որ իրար սիրում են։ Ինչից հետո հասկացան։ Բա, դեց Ալվարդ։ Մալադեց Իվան։ Միրոն, երջանկությունից ես հրացնում։ Չէ, Միրոն տխուր է։ Միրոյի ընկերը Շիրոն ընկերուհի ունի, բայց ամուսնան ուրիշի հետ։ Միրոն, նա ուրիշ աղջիկ չէ, Շիրոյի ընկերուհին է, Մանե։ Մանեն։ Oui։ Հա, ես ուղղակի Մանեին հարսի շորով չէի տեսել, դրա համար չճանաչեցի։ Qu'est-ce qui se passe? Ինչ եղավ։ Այ հիմա Միրոն երջանկությունից են ասում, երջանկությունից է։ Եվ քանի որ կա աստվածային Գորկա, 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 գորկա։ Շարունակեք։ Ես տենց չհասկացա, ես Իվանի ու Ժիրոյի գործերը ինչի հաշվին են տենց տեսվել։ Բա չգիտես, Ժիրոյիկինը իրանց ռեստորանի մարքեթինգով է զբաղվում։ Նենց գովազներ է անում, որ հաճախորդները մտածում են, թե նորմալ ռեստորան է։ Իրար հերթ չտալով գալիս են։ Իվան Վաչագանի Պետրոսյան, դուք համաձայն եք, որ Ալվարդ Զավիկի Սարգսյանը դառնա ձեր օրինական կինը։ Հələ Միրոն։ Չեք առաջինը իրան հարցնում։ Հասկացա։ Էդ ուզում ես շուտ ամուսնանաս, որ պապան տունը թողի քեզ։ Այդ տան թեման այլևս գոյություն չունի։ Բա որ չունի, թող առաջինը մեզ հարցնի։ Գոնո։ Դիգին կարակն ցանեք, որ մենք միաժամանակ ամուսնանանք։ Իվան, սրանք մեր հետ ամուսնանում են, մեր հետ մի տանը ապրելու են, կարող է մեր հետ մեղրամիս էլ գան։ Հանգստացեք յանքս։ Այդ մեղրամսի պահով իրանք չեն կարա մեր հետ ոտք գցեն։ Լավ, ուրեմն այսպես։ Իվան եւ Ժիրայր Վաչագանի Պետրոսյաններ, դուք համաձայն եք կնության առնել Ալվարդ Զավիկի Սարգսյանի եւ Մանե Անդրանիկի Սահակյանի։ Համաձայն եմ։ Առաջինը ես եմ ասել։ Ֆիքսեցիք։ Ալվարդ Զավիկի Սարգսյան եւ Մանե Անդրանիկի Սահակյան, դուք համաձայն եք, որ Իվան եւ Ժիրայր Վաչագանի Պետրոսյանները դառնան ձեր ամուսինները։ Of course։ Կինս ասուտ ասել։ Ֆիքսեցիք, չէ՞։ Կինս ասել։ Դե ինչ, համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի ձեր ամուսնությունը ամրագրելու համար հարկավոր են ձեր ստորագրությունները։ Տենասես Վաչագանը ինչի չի եկե իր տղեկի հարսանիքին։ Ինչքան որ լսել եմ, Վաչագանը հիմա իր երկրորդ երիտասարդությունն է վայելում։ Այդ որն է։ Կնոջից բաժանվել է, ինչ որ մեկի հետ է ֆրֆռում։ Դու դրանով պետք է հավանի։ Իր նման մի քնձխի գտած կլինի, էլի։ Այ մարդը դեսի։ Ես անտիները։
Ինչ եք նամրոտ դեմքերով վրես նայում։ Էսի հարսանի կա, ոչ թե պանիխի դա։ Ժողս, հեսա սաղս գուլյատ ենք անում։ Յուհուհու։ Պապաջան, հիմա չէ էլի։ Խնդրում եմ նստի տեղդ։ Հա, լավ, այ։ Հայտարարում եմ ձեզ օրինական ամուսիններ։ Կարող եք համբուրվել։ Վճուլես, կարող է հիմա այդ գուլյատի պահը։ Շողս, հեսա սաղս գուլյատ ենք անում։ Раз, два, три։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհ Բնատվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կրվում իրար մի սենոտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի վար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի Բարի լույս ծիտիկս։ Բարի լույս, Իմաց ես կնել։ անհանգիստ, Ինչի։ որովհետև ամբողջ գիշեր մտածում եմ շուտ արթնանամ, որ քեզ տեսնեմ։ Բա դու ոնց ես քնել։ Շատ հանգիստ։ Ոնց։ Այսինքն դու չես մտածել շուտ արթնանաս, որ ինձ տեսնես։ Դե ամբողջ գիշեր երազում քեզ եմ տեսել։ Ցուլիկս, Ծիտիկս։ ցուլիկս, Ծիտիկս։ լսի ցուլիկս։ Դու ինձ խոսք երտևե, որ Ժիրոյի հետ կխոսես, որ իրան կնան վարձով տանը ապրեն։ Է խոսացել եմ։ Մարդը տուն ամ անգալիս, հենց ճարիկը տեղափոխվեն։ Դե մի հատ է խոսա։ Մենք նորապստայք զույգ ենք, կարող է ուզում ենք երեխաներ ունենալ։ Բա դրա համար էլ ննջարանում ենք գնում։ Հա բայց կարող է մենք ուզում ենք հյուրասենյակի բազմոցին երեխա ունենանք, որ մեծանա դառնա մեբելշիկ։ Կամ կարող է ուզում ենք բաղնիկում երեխա ունենանք, որ մեծանա դառնա սանտեխնիկ։ Կարող է ուզում ենք խոհանոցում երեխա ունենանք, որ մեծանա դառնա խոհարար հորպես։ Ստոպ։ Խոհանոցում ոչ։ Է չես հիշում խոհանոցի սեղանը ոնց ժորտեցինք։ Ոյ ցուլիկս, ցուլիկս, ցուլիկ։ Մանես, Ասա քրոշս։ ասում եմ ինչ լավա չէ, որ մեր ամուսնական առաջին գիշերը լավ անցավ։ Պատկերացնում ես երկրորդը ոնց կանցնի, երրորդը, չորրորդը։ Իհարկե շատ քյութ է, որ ամուսնացել ենք։ Բայց դու վստահ ես, որ ամուսինները պետքա ոտու գլուխ քնեն։ Ես չգիտեմ։ Սպասի գնամ Իվանից հարցնեմ։ Նա մինչև Ալվարդի հետ ամուսնանալը մի տարի արդեն ամուսնացած էր Ալվարդի հետ։ Ոնց էլ չլինի կիմանա։ Ժիրո, իսկ չես կարծում, որ մենք պետք է այս տնից գնանք ուրիշ տուն։ Բայց ինչի՞ ես ուզում ես տնից գնանք, ես մեր տունն է։ Որովհետև այս տան աուրան լավը չի։ Նախ Աուրա չի, Ալվարդա եւ երկրորդ։ Իրանք հիմա վարձով տուն են ման գալիս, այսքանի օրը գնալու են։ Բայց մինչև իրանց այս տնից գնալը պետք է այս թրեշ բազմոցին քնենք։
Էտել եմ մտածել հանգիստերի։ Ո՜, խոպրես, crushes։ Արի մեկ պատճ։ Եկա։ Արի։ Դե դու արի։ Դե ինչ դու արի։ Լավ դու։ Լավ։ Հա, ջիրա, ոնց անցավ ամուսնական առաջին գիշերը։ Շատ վատ։ Ինչի։ Գիշերվա կեսին ու ամահճակալ սարքում։ Ճար, ես էլ կողքից բալետ է անում։ Սուլիկաս։ Ցիտիկաս։ Ցիտիկաս։ Ծիտիկս։ Պինգվինն էլ ածիտ։ Լավ։ Ես դες հետ շատ ուշ խոսելու բան ունեմ։ Շիր, ես քեզ ասել էի, չէ՞ որ վարձով տուն գտնես։ Ասել ես, ես էլ գտել եմ։ Լուրջ։ Տեղափոխվում եք։ Չէ։ Դուք եք տեղափոխվում։ Շիրո։ Ես ասել եմ, որ ձեր համար պիտի տուն գտնեք։ Ոչ։ Դու ինձ ասել ես վարձով տուն գտի, ես էլ գտել եմ։ Ընտիր, ռեստորանին մոտ, դռները մեծ, լայն, Ալվարդին առանց քանդելու կարաս մտցնես ներս։ Շիր, ախր մի տան մեջ երկու զույգ չի կարող էլի լինել։ Ասենք դուդ գալիս է, որ դու յուկինդ բազմոցի վրա եք։ Մտածել եմ։ Դրա համար կազմել եմ ննջասենյակում քնելու գրաֆիկ։ Չհասկացա։ Ինչ գրաֆիկ։ Տպել ես։ Իհարկե։ Բեր։ Հիմա տեսեք, շաբաթը ունի 7 օր, 7-ը բաժանում ենք 2-ի, ստացվում է 3.5։ 3.5 օր դուք եք քնում ննջասենյակում, 3.5 օր մենք ենք քնում ննջասենյակում։ Ապուշ ես ջիրո։ Ոնց կարելի է 3.5 օր քնել։ Շատ հեշտ։ Չորեքշաբթի գիշերը 3-ին ալարմ ենք դնում, արթնանում ենք ու տեղերով փոխվում ենք։ Ինչը։ Իմիջայլոց, այսօր ձեր բազմոցին քնելու օրն է։ Ես բազմոցին չեմ քնելու։ Ճիշտ է, որովհետև բազմոցից կընկնես։ Դրա համար էտել եմ մտածել։ Վեստայից նոր մեծ բացովի բազմոց ենք պատվիրում գալիս է։ Հայ իմիջայլոց, բազմոցի գումարի մեծ մասը դու ես տալու Իվան։ Ինչի։ Որովհետև բազմոցի մեծ մասը զբաղեցնելու է քո կինը։ Վերջ։ Խոսակցությունն ավարտվեց։ Մենք ուշացանք։ Իվան, սրանք ոնց որ չեն ուզում տեղափոխվեն։ Դու մի ներվի։ Մի քանի օր դիմացի։ Ես կհամոզեմ։ Չհասկացա։ Pas possible. Putain! Miro? Ինչ ես անում իմ խոհանոցում։ Միոնոր սենդվիչ ահորին է։ Լոլիկով, վարունգով, խավիարով ու բուխանքով սենդվիչ։ Միրո, եթե մտածես սա խոհանոցը սխառնել ես, ես էլ քո մասին նոր հայոյանք եմ հորինելու։ Այնպես որ շորերս արի ու դուրս արի խոհանոցից։ Դե լավ էլի Սեբաստիան։ Միրո շատ է խնդրում։ Այս առաքիչի գումարը չի հերիքում տան վարձս տալու համար։ Ասենք խորարի գործը կսովորացնես ճիշտ է, ես իմիշ փողը չեմ աշխատելու, բայց գոնե այդ հաճախորդների մնացորդների կմնա կտանեմ տուն սոված չեմ սատկի։ Գժվես Միրո, այդ մնացորդները մենք թափում ենք։ Ոնց թափում եք։ Ուր եք թափում։ Միրո մի ջղենացրու հենց հիմա դուրս արի խոհանոցից։ Խնդրում եմ էլի հենց այդ խորարացան գործը սովորացրել Սեբաստիան։ Pas possible, non. Խնդրում եմ։ Non. Շատ եմ։ Ասես չէ։ Ոտը։ Non. Լավ է։ Non, c'est... Tis-toi, sus-moi là. Et ton taille de pas un jeté. Qu'est-ce que la voiture qui a s'appelle? Լավ։ Վստահ եմ, որ լավ միտք չէ, բայց արի փորձենք, տեսնենք քեզնից ինչ խոհարար դուրս կգա։
Մանե ջան, չես տենում, որ սաղ տունը փոշի է։ Տեսնում եմ։ Եվ ինչ ես առաջարկում։ Առաջարկում չավլես, որ փոշի չլինի։ Լսի, դու ընդհանրապես տանը գործանում ես։ Իհարկե անում եմ։ Եթե ռեստորանում չեմ հասցնում, գալիս եմ տանն եմ մոնտաժում ու պոստում։ Այ հիմա էլ եմ էտանում, նայ։ Ես էլ եմ ուզում քո պես նստեմ այս բազմոցին, հեռախոսովս հորոսկոպս նայեմ ու այս համով յութը խմեմ։ Այ նստի լիքը տեղ կա։ Ուրեմն լսի մանե, քանի դեռ այս տանը մենք երկուսով ենք ապրում, ուրեմն դու էլ պետքա տան գործանես։ Վերկած փոշիները սրբի։ Ես չեմ կարող փոշի սրբեմ, այդ իմ համար red flag-ը։ Red flag-ը որն է։ Կարմիր դրոշակ։ Կարմիր։ Դες red flag-ը վերցրու ու red-դ քաշի փոշիները սրբելու։ Խնդրեմ ձեր սուրճը։ Արդեն որոշել եք ինչ եք պատվիրելու։ Այո, խնդրում եմ մեզ բերեք։ Ոայ, կինս ազանգում։ Իդեպ կարող եք շնորհավորել, մենք երեք ենք ամուսնացել։ Նենց լավ աղջիկա մեր ռեստորանի մարքետոլոգն է։ Էսա, նկարը։ Կարող Instagram-ով տեսած լինեք։ Երևի կարոտելա զանգելա տեսնի ոնց եմ։ Լավ, հեսա մետ արագ պատասխանում եմ, նոր ձեր պատվերը գրանցեմ։ Թու, չհասցրի։ Ասեք։ Ուրեմն մեզ բերեք մի հատ։ Ոայ, կինս ազանգում։ Ասեցի, որ երեք ենք ամուսնացել։ Հա, ասեցիք, պատասխանի։ Մեր կաց։ Հայ իմ երազների ամենախենթ թագուհի։ Ապա չես տեսնում կնոջս հետ եմ խոսում, ինչ ես գլխիս վերևը կանգնել։ Մի քիչ ենք ում։ Զարու։ Շիրո, բարձվում այս ալվարդը ահա որ տոքսիկ է։ Տոքսիկա։ Դե դիմակ բանդիր չվարակվես, ես գալուց կմտնեմ դեղատուր։ Չի, ապսեները ինանդու կեղտոտում որ լվանամ։ Մաքրածը սապակիներին մատերով կպնում, հետո ասում լավ չես մաքրել, մատերի տեղ ա մնացել։ Ոնց թե։ Հələ դրան նայի։ Լսում եք ինչ ասում։ Աղբորս կին, նա իմ կնոջը նեղացնում է։ Դե մենք նույն տանն ենք ապրում։ Պապան էլ ասել է ով շուտ ամուսնանա, այդ տունը թողում եմ իրան։ Մենք էլ նույն օրն ենք ամուսնացել, բայց հաստատ ես իրանից շուտ եմ ասել համաձայն եմ։ Շիրո։ Մի անհանգստացի, ես հեսա Իվանի հետ կխոսամ։ Մի րոպե։ Բա մեր պատվերը։ Ես քեզ ասում եմ անձնական խնդիր է, դու ինձ ասում ես պատվեր։ Ուրիշ տեղ լենք, այս հարցը ուրիշ ձև կլուծվեր։ Հեսա պլանշետը։ Վրան նշի ինչ ես ուզում, կգցենք տեղը այդ հարցը։ Իվան! Այ, ախ, Իվան! Լավ, հանգստացի Ալվարդ։ Համելից թվում է դու չափազանցնում ես։ Ինչն եմ չափազանցնում, ամբողջ օրը տանը նստած մատը մատին չի տալիս, մատը մենակ հեռախոսի էկրանին է տալիս, ռիլա դերտում։ Դե աղջիկա, առաջի անգամ մեր տանը, հեսա մի քանի օր կանցնի, կհարմարվի, կսկսի գործանել։ Ձև չի բան, սա քոքվածի մեկն է, ասում եմ վերկած գործարա ինձ քֆուր ա տալի։ Քֆուր ա տալիս։ Ինչ ասում։ Ասաց աբյուզեր։ Այ բո, ինչ ասեց Ալվարդ, լավ, կյանքս, դու հանգստացի, ես կխոսեմ Ժիրոյի հետ, ինքը մանային կբացատրի, մանան էլ իրան նորմալ կպահի, կյանք։ Իվան։ Ինչ է, Ժիրո։ Եկել եմ ասեմ, որ Ալվարդի կապերը ձգես ու դնես ռամկի մեջ, չնայած դժվար դու տենց մեծ ռամ կաճարես։ Փաստորեն մանեն էլ զանգելա քեզ ա բողոքվել։ Ախր ինչի գործի չես, գնա աշխատի։ Երեկոյան կհավաքվենք տանը, կզրուցենք, կքննարկենք։ Երկու կին են, կարող է իրար չեն հասկացել։ Ճիշտ ես ասում։ Ալվարդը հասկանալու հետ խնդիրներ ունի։ Գիտեմ։ Գնա աշխատի։ Possible. Չհասկացա Միրո։
Ես քեզ ասել եմ գնա պայստից խավիար բեր, դու եկել նստել ուտում ես։ Ոնց։ Դու ասել ես գնա պայստից խավիար բեր։ Միրոնը հասկացել է գնա պայստից խավիար կեր։ Գիշեր ես Միրո։ Ինչի՞ պետք է ասել գնա պայստում նստի խավիար կեր։ Ես էլ եմ այդ ասում։ Ինչի պետք է սեբոն լավություն անի։ Դու հաստատ հետո ինձանից մի բան ուզելու ես։ Դու խավիարը խոանոց, ես իմ ասուն կվերսեմ կամ որ իմ ֆիրմային սնկովապուրը պատրաստեմ։ Պատվեր ունենք։ Միրոն էլ ասում գուզում։ Դու սունկնի չես անելու։ Կարող գիտես մանրի մեջ ենք։ Ուզում ես սունկ ուտել, որ մեծանաս։ Չէ։ Ինչ չէ։ Միրոն ուզում է սնկով ապուր պատրաստի։ Քեզ համար դեռ շուտ է։ Քեզ ասեցի մի հատ սոխ կտրի, սկսեցի լացել։ Բայց ոչինչ որ բոլորը սոխը կտրատելուց լացում են։ Բայց ոչինչ որ մինչև կտրելն ես լացում, ասում եք սոխը մեղք է։ Դու դեռ պատրաստ չես իմ սնկով ապուրին։ Բա, սարքածը սնկով ճաշ չի, որ մի հատ նայեմ ոնց է սարքում, քեզանից ավելի լավ կսարքեմ։ Սնկով ապուր։ Ինչքան էլ տառասխալ արել, անունով էլ լրագրող են։ Մի հատ հեռախոսը գրպանից ես հանի դիրական ջիս էլի։ Շուտ արա, կարող է շտապա։ Ալո։ Քրաշս, այս Ալվարդը ինձ բուլինգ է անում։ Կինս է։ Ասում է Ալվարդը բուլինգ անում։ Բուլինգը գիտեք ինչ է։ Ես էլ չգիտեի, կինս է զովորացրել։ Որևէ անձի կողմից մեկ այլ անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում։ Ոնց թե բուլինգ է անում։ Մի հատ սիրուն ապակի գունդ գտա, ուզում էի հետը ռիլ նկարեի։ Էն էլ Ալվարդը չթողեց, ջղայնացավ վրես։ Ասեց էդ իրա գուշակությունների գունդն է։ Ես էլ էներգիան կեղտոտել եմ։ Հիմա ստիպում ա տանեմ Հրազդան գետի մեջ Լևանան, որ մաքրվի։ Ալվարդը լրիվ իրա չափերն անցել է։ Դու հանգիստ նստի, ես ես այդ հարցը կգցեմ տեղը։ Լավ։ Անջատի դիր գրպանս։ Շուտ արա։ Գներեք, այդ հյութերը մենք ենք պատվիրել։ Դուք եք պատվիրել, վեր կացեք, վերցեք։ Մի քայլ ալար, մեկ քայլեք։ Զրո եք։ Բա մեր սնկով ապուրը երբ կլինի։ Այ ցավը տանեմ, տեսնում ես Ալվարդը մեր տանը աջաբ սանդալա սարքել, դու ինձ ասում ես սնկով ապ։ Ալվարդը էստերի մատուցողուհին է։ Համատեղության կարգով նաև աղբորս կին է։ Բայց դու ինձ մի լսի, գրի գալու եմ ստուգեմ։ Գներեք, մեր կապուչինոն ուշ կլինի։ Զարմանալի մարդ եք։ Ես որ չգայի դուք կապուչինո չէիք խմելու։ Ես աստեղ դրած է, գայիք սարքեիք, տանեիք խմեիք։ Ժիրոմ, երկու սնկով ապուրը պատրաստել եմ։ S'il vous plaît։ Դու էլ ինչ գլուխ գովան մարդ դուրս եկար Սեբաստիան։ Բա քո գործն արել ես։ Պարտադիր ամբողջ ռեստորանով եք հայտարարես, որ սնկով ապուր ես սարքել։ Վերցրու, դիր, ես կգամ կվերցնեմ կտանեմ, է։ Հիմա իմ պատրաստած սնկապուրը կփորձեք ու կհամոզեմ, որ Սեբաստիանից ավելի լավ եմ սարքում։ Հլը մի րոպե։ Էս ինչ է։ Սնկով ապուր չէիք ուզել։ Էս սունկը, էս էլ ապուրը։ Ապուր չի։ Քո կարծիքով սա ապուր է։
ծորակից ջուր եք լցրել, մեջը հում բանջարեղեն եք գցել, բերել եք որ ուտենք։ Ես ես չեմ ուտի։ Ուրեմն մեր խոհարարը այդքան տանջվի։ Ձեզ համար սնկով ապուր պատրաստի, որ դուք չուտեք, հələ փորձեք, կլցնեմ գլխներին։ Չհասկացա, էդ ի՞նչ ձև ես խոսում։ Հələ ձեր տնօրենին կանչիստ է։ Տնօրենը ես եմ։ Դե որ դու ես։ Ուրեմն ես քեզ իմ անձնական ընտանեկան խնդիրները պատմեմ, դու սնկով ապուրը շուրտած գլխիս։ Ճարիստ է։ Ինչի ես ավտակվեն հաճախորդի վրա։ Որովհետև սնկով ապուրը շուրտվեց գլխիս։ Ինչ սնկով ապուր։ Ձեր կարծիքով է սնկով ապուր, հա։ Սա Սիբիլից պատրաստած ճաշա։ Սեբաստիան։ Ոյ։ Ես արդեն սնկով ապուր այսպես ես պատրաստում։ Bonjour. Pardon. Mais ça, ես չեմ պատրաստել։ Ո՞վ է պատրաստել։ Երջամ ձեր ցավը տոնեն։ Ներողություն եմ խնդրում։ Ես հիմա ամեն ինչ կկարգավորեմ, լավ։ Լավ, ինչ ես արդարանում։ Նորմալ է, տեղ ես ամեն ինչ կգցենք տեղը։ Ժիրոյի վան Միրո, ես նոր մասնագիտություն ես սովորում։ Չէ, ուղղակի Իվանն է պատժել ու ասել է, որ Միրոն պետքա մի ամիս ռեստորանը մաքրի։ Il a raison, շատ լավ արել։ Ես 1000 անգամ ասեցի, որ ինքնագլուխ ոչ մի բան մի արա։ Ես էլ չեմ ուզում խոհարար դառնամ։ Այո, ես գնում եմ առաքումների։ Բայց ռեստորանը փակ է, այս ժամին ինչ առաքում։ Ինչի Միրոն մենակ ձեր ռեստորանում առաքիչ աշխատում։ Վերջ, շնորհավոր ձեր նոր բազմոցը։ Կներեք, իսկ ես բազմոցը քանի կիլո կարապահի։ Տեսանք շատ որակով բազմոցներ են։ Ինչը 500 կիլո կպահի։ Շատ լավ է։ Իա։ Կներեք, իսկ ես բազմոցը պահոց ունի։ Այո, իհարկե։ Շատ լավ է։ Մի հատ չպետքական իր կատանը, կգցեմ մեջը կպահեմ։ Դե մենք գնանք։ Հաջողություն։ Բայ։ Իվոնի սորև, բազմոցը բերել է։ Տզեց։ Շարվեք, շուտ, մի հատողան շարվեք ըստ հասակի։ Նստեք, հլը սենց բաներ անեք։ Աշխատում ենք, հիմա սենց, ալիքներ, հլը թրվրած ենք։ Հիմա սենց, հոպ։ Ոնց է փափուկա։ Հո, Հարմար է։ հա, Դուրներդ գալիս է։ հա։ Դե ուրեմն գնացեք ննջասենյակ, որովհետև մենք այսօր ստեղ ենք քնելու։ Իա, բա դու ասում էիր համաձայն գրաֆիկի մենք ենք այսօր ստեղ քնելու։ Ես ինչ մեղք ունեմ, որ գրաֆիկը կազմելուց բազմոցը դեռ չէին բերել։ Ոչինչ, այսօր կփոխեմ։ Շիրո ջան, այդ լուրջ փաստաթուղթ է։ Հետո խաղ ու պարչի, որ երբ ուզենաս փոխես, երբ ուզենաս չփոխես։ Գնացեք այս տնից, գնացեք ձեր համար վարձով տուն գտեք։ Վայ։ Ես հենց հիմա կրինժ եմ ապրում։ Ուզում ես կրինժ ապրի, ուզում ես չարբախ ապրի։ Մենակ թե ստեղից գնացեք։ Մի րոպե։
Բոլորս տանն ենք, եսով ա դուրը ծեծում։ Է որ բացես կիմանանք։ Տեղ չգնաք։ Բարես։ Դա, բարև հարազատներ։ Վայ ինչ լավ է եկար պապ ջան։ Վերջապես կասես այս տունը ինձ էս տալիս թե ժիրոյ։ Պապ ջան։ Հետ, տեղդ, մի կեղծավորություն արա։ Այս տունը նրանով արժանի է։ Հա, իմիջայլոց Զաքսի ժամանակ չհասցրեցի ծանոթացնել։ Արի։ Արի։ Ծանոթացեք Նիկաս։ Բարև Նիկաս։ Դե,